Դավիթ Կարապետյան, շնորհակալ եմ, արգելի կառավարության անդամներ, հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մեծարգո պարոն վարչապետ, օրերս հրապարակվեց Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցը, որտեղ բավականին հետաքրքիր եւ ուշագրավ մանրամասներ կային, հատկապես այնտեղ ուսումնասիրություններ արվել, որ օգոստոսի 8-ից որոշակի ժամանակահատված առաջ եւ դրանից հետո համեմատություններ արվել արևմտյան Ադրբեջան խոսույթով վերնագրերով նյութերի տարածման վերաբերյալ, որտեղ նշված էր, որ դրան հաջորդող ժամանակահատվածում 36%-ով աճել էին նման խոսույթով նյութ, նաև պետական դրամաշնորհերի տրամադրումը 2026-ին ավելացվել էր այդ ուղղությամբ եւ նաև կար վերլուծություն, որտեղ ռազմական ծախսերի աճն էր համեմատվել այլ ոլորտային ուղղությունների ծախսերի աճի հետ եւ ըստ էության մյուս ոլորտներում եթե բյուջետավորման ավելացում չէր եղել, ռազմական ուղղությամբ բավականին զգալի ծախսերի աճ էր եղել եւ այստեղ հատկանշականը այն է, որ հատկապես օգոստոսի 8-ի մեր ձեռք բերված նախաստորագրված համաձայնագրից հետո է նմանատիպ ակտիվություն սկսվել եւ ծառայությունը դա գնահատել էր ապագայում հնարավոր ռիսկեր, կխնդրեի նաև ձեր մեկնաբանությունը այս մասով, շնորհակալ եմ։ Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Կարապետյան հարցի համար, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ նույն արտաքին հետախուզության ծառայության տարեկան զեկույցում ընդգծված էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիան գնահատվում է գրեթե անհավանական։ Այսինքն սա արձանագրում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված է խաղաղություն։ Ինչ վերաբերվում է ձեր ասած մյուս ուղղություններին, այո, մեր հետախուզությունը արձանագրել է այդ խնդիրները եւ մենք այդ խնդիրները ինչպես ենք տեսնում։ Նախ ես ձեզ ասեմ ծախսերի հետ կապված, ի վերջո մենք նախկինում առնվազն ներկաների մի մասը նախկինում եղել է մի երկրի քաղաքացի, որը փլուզվել է այդ թվում սպառազինությունների ինքնամոռաց մրցավազքի մեջ մտնելու համար։ Մեր ռազմավարությունը հետեւյալն է, մենք մեր երկրի պաշտպանունակությունը սիստեմատիկ կերպով ավելացնում ենք եւ ես կարող եմ ասել, որ հաջողությամբ ենք դա իրականացնում, ընդ որում ես արդեն հրապարակային ասել եմ եւ անձամբ իմ ուղեկցությամբ առնվազն 2 խումբ այցելել է եւ մենք ի ցույց ենք դրել, այդ թվում հանրության բացի այդ խմբից այլ խմբեր են եղել, մեր ռազմավարությունը այն է, դա է, ինչ վերաբերվում է խաղաղության հետագա ամրապնդման եւ ինստիտուցիոնալացման հարցերին, մենք այդ ուղղությամբ շարունակում ենք մեր դիվանագիտական աշխատանքը, բայց ես նաեւ ուզում եմ մենք բոլորս արձանագրենք նաեւ այն մթնոլորտի փոփոխությունը, որը տեղի է ունեցել այս ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում, սկսած հռետորաբանությունից եւ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից այդ հռետորաբանությունը արդեն իսկ որակական փոփոխության առաջին նշաններն է ցույց տալիս եւ ես ուզում եմ դա ողջունել։ Երկրորդը ուզում եմ այսօր ես իմացա, որ Հայաստանի վառելիքի շուկայում օրինակ դիզվառելիքի գնի մոտ 20%-ի 20%-ի նվազում ա եղել, դա ուզում եմ մենք գնահատենք այդ թվում Հայաստանում սպասվող գյուղատնտեսական աշխատանքների եւ այլնի ֆոնին, իսկ այն խնդիրները, որ արձանագրել է արտաքին հետախուզության ծառայությունը, այդ խնդիրների շուրջ մենք աշխատանքը շարունակում ենք, բայց այդ աշխատանքը ուղղված է լինելու խաղաղության ամրապնդմանը եւ այն դրական բովանդակությունը, որ այս ընթացքում ձևավորվել է, այդ դրական բովանդակությունը ընդգծելուն, շեշտելուն, այդ դրական բովանդակության վրա հենվելուն։ Ինչ վերաբերվում է անվտանգության հնարավոր ռիսկերին եւ սպառնալիքներին,
Հայաստանի պետական համակարգը անընդհատ դա վերլուծում է եւ այդ ուղղությամբ բոլոր ծառայությունները առաջին հերթին դիվանագիտական իրենց աշխատանքը անում են եւ մենք այսօր կենտրոնացած ենք լուծելու իմիջայլոց նաեւ վերջերս շատ ուրախ եմ որ Ադրբեջանում պահվող եւս 4 անձ վերադարձավ Հայաստանի Հանրապետություն. Այսինքն ես կարծում եմ, որ բայց մյուս կողմից էլ իներցիոն process-ներ կան, մենք այդ իներցիոն process-ների հետ պետք է հանգիստ, հանդարտ, խաղաղության վրա կենտրոնացած, խաղաղության նկատմամբ հաստատված խաղաղության նկատմամբ խնամքի ցուցաբերմամբ աշխատենք, բայց Հայաստանի Հանրապետությունը երբեք եւ ոչ մի րոպե, ոչ մի վայրկյան իր զգոնությունը չի կորցրել եւ չի կորցնելու, բայց դա էլ եմ ձեզ ուզում ասել, որ այսօր 2026 թվականի այսօր հունվարի 21-ի դրությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով կատարյալ խաղաղություն է, կատարյալ խաղաղություն։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ըստ էության կարող է հենց իրենց խոսույթներում ուղղակի խայծը լինել, որպեսզի մեզ շեղեն մեր խաղաղության օրակարգից, որը շատ արդյունավետ տեմպերով առաջ է գնում։ Կուզենայի նաև անդրադառնայիք զեկույցում տեղ գտած արտաքին դերակատարների իրենց ազդեցությունը Հայաստանում ընդլայնելու եւ պահպանելու մասին արձանագրմանը։ Շնորհակալություն։ Դե գիտեք ինչ, արտաքին հետախուզական ծառայությունը վարչապետին ենթական մարմին է, ինչ որ ունեինք ասելու այդ զեկույցում ասել են, դե, այսինքն ավելին ասելու շատ բան չունեմ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Այ Դավիթ Դանիելյան, համեցեք։ Շնորհակալություն հարգելի նախագահ